Ինչպես բժշկությունը դարձնել ոչ միայն հասանելի, այլև արդյունավետ եւ որակյալ։ Հենց այս գաղափարից ելնելով Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը 2022 թվականին ձեռնարկեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի առաջին հրատարակությունը։ Իսկ արդեն 4 տարի անց ներկայացվեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն։ Այսօր այստեղ ազգային պատկերասրահում մենք ներկայացնում ենք երկրորդ հրատարակությունը, որը պարունակում է 3 անգամ ավելի շատ նյութ։ Ժողովածուն ներառում է 371 կլինիկական գործելակարգ, 25 բժշկական մասնագիտացումներով, ներառյալ թերապևտիկ եւ վիրաբուժական ուղղությունները։ Գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա, բարձր ապացուցողականությամբ եւ կիրառելիությամբ, հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։ Այսօր լուրջ արհեստական բանականությունները իրանք հիմնականում հիմնվում են հենց գործելակարգերի վրա եւ հենց այն ռեսուրսներից, որոնց վրա հենվում ենք նաեւ մենք։ Ժողովածուն նախապես ներկայացվել է քննարկման եւ մասնագիտական գնահատման Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդին, որի անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։ Գիտական խորհուրդը բավական երկարատև եւ բուռն քննարկումներից հետո ներկայացրեց մի շարք առաջարկներ, որոնց մեծ մասը տեղ գտան վերջնական տարբերակում, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ գիտական խորհրդին մեր գործելակարգերին հավանություն տալու եւ հաստատելու համար։ Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արտիականացումը իրականացրել է Վարդանանցի մասնագիտական գերազանցության կենտրոնը։ Խմբագրական խորհուրդը գլխավորում է Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։ Այսինքն մենք տեսել ենք ինչ թեմաներ ա, որ բժիշկներին ավելի շատ է հուզում, ավելի արդի է, որ հիվանդություններն են տարածված, որտեղ կան ավելի շատ հարցեր, եւ վերցրել ենք այդ բոլոր թեմաները, հավաքագրել ենք, տեսել ենք ինչ է ասում աշխարհը թեմայով, այդ ամեն ինչին միացրել ենք նաեւ մեր լոկալ տեղային փորձառությունը եւ ստացվել են փաստաթղթեր, որոնք սկզբունքորեն ես գտնում եմ ունիկալ են, որտեղ իրանք մաքուր թարգմանություն չեն միջազգային ուղեցույցերի, այլ դրանք մեր ֆիլտրով անցած, մեր փորձը ավելացրած, մեր պայմանները հաշվի առած փաստաթղթեր են, որոնք հենց այսօր կիրառվում են մեր կենտրոնում, իսկ դա նշանակում է ողջ Հայաստանում նույնպես կիրառելի են։ Եռահատոր ժողովածույում այբենական կարգով ընդգրկված են գրեթե բոլոր հիվանդությունները, այսինքն սա ռեսուրս է, որը մասնագետին հնարավորություն է տալիս վստահելի աղբյուրից ստանալ տեղեկատվություն նորամուծությունների վերաբերյալ։ Ժողովածուն միանշանակ օգտակար է նաև ուսանողների համար եւ կարող է ծառայել որպես մեթոդական ձեռնարկ։ Ոչ միտեղ չկա ինֆորմացիա, որը հենց քո երկրին ադապտացված է, որը գրել է բժիշկ եւ նայել է մեկ ուրիշ բժիշկ, որը երկուսն էլ ստեղ են աշխատում։ Ամեն ինչից, սկսած սահմանումներից, ախտորոշումից, բուժումներից, դեղերից, մենք ամեն ինչը աշխատել ենք հաշվի առնել։ Ժողովածուն ընտանեկան բժշկի համար եւս կարող է դառնալ հրաշալի ուղեցույց, հասկանալու, երբ ընտանեկան բժիշկը ինքը կարող է բուժել պացիենտին, իսկ որ դեպքում նպատակահարմար է դիմել նեղ մասնագետի։ Բուժումներ, որոնք բացառում են ավելորդ դեղերի նշանակումը, այլ հիմնված են ապացուցողական բժշկության տվյալների վրա։ Մասնագիտական գերազանցության կենտրոնի փոխտնօրեն Մանկաբույժ Թաթուլ Գևորգյանի խոսքով հիմնականում ընտրվել են այն ախտորոշումները, որոնք օգնում են բժիշկներին իրենց մասնագիտական առօրյայում։ Փորձել ենք տալ այնպիսի ախտորոշումներ, որոնք ոչ միայն ինտերնալ, այսինքն Վարդանանցի ներսում, այլ նաև ամբողջ Հայաստանի բժիշկներին օգնեն եւ լինեն իրենց գրքի, իրենց սեղանի հիմնական գիրքը, որոնք իրենց սովորական առօրյայում հիվանդին օգնելու ժամանակ կարող են օգտագործել եւ ստանալ կամ վերհիշել այն գիտելիքները, որոնք ինչ-ինչ պայմաններում կարող են մոռանալ կամ դեռ չեն արդիականացրել։ Գործելակարգերը թվայնացված են եւ ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին։ 2027-ին Վարդանանցի մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերը առաջարկել Հայաստանի եւ արտերկրի մասնագիտական համայնքներին։